Բարև ձեզ։ Այսօր հետգիտաղավարում հյուրընկալել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար պարոն Արտուր Սախունցին և նույն գրասենյակի իրավաբանական կլինիկայի համակարգող Անի Չատինյանին։ Շնորհակալություն ձեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Սախունց, ըստ էության կլինիկա հասկացությունը հասարակության այնքան էլ քաջատանոց չի, ավելի շատ պատկերացնում առողջապահական հիմնարկ այնտեղ։ Ինչ է նշանակում իրավաբանական կլինիկա և որոնք են նրա գործառույթները։ Ճիշտ է, որ իրավաբանական կլինիկայի վերաբերյալ շատ քիչ են իրազեկված։ Սովորաբար իրավաբանական կլինիկաները ստեղծվում են բուհական հաստատություններում իրավաբան ուսանողների համար, որպեսզի նրանք բացի այն կրթական ծրագրերից, որ ունենում են, նաև պրակտիկ հմտություններ ձեռք բերեն գիտելիքների կիրառման նպատակով։ Եվ սա առաջի դեպքն է, ընդ որում, բայց երկրորդ ծրագիր է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում մեր կազմակերպությունը իրականացնում է այս ծրագիրը, որում ընդգրկված են ուրեմն Վանաձորում գործող բուհերի սովորող իրավաբանական կրթություն ստացող ուսանողներ եւ ինչի համար հենց ամերիկյան իրավաբանների ասոցիացիան երևի թե համաձայնվեց եւ մենք դա հիմնավորեցինք, որովհետեւ կազմակերպությունը իրականացնում է եւ դա մշտական ամեն օր է մեր աշխատանքն է իրավական խորհրդատվություն քաղաքացիներին եւ ըստ էության գործող օրենսդրության կիրառումը անմիջականորեն ամեն օր կատարվում է, իրականացվում է եւ ունենք հարուստ փորձ, հարուստ գիտելիքներ օրենսդրության կիրառման, նաեւ կիրառման ընթացքում օրենսդրության բացերի, թերությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը մենք կուզենայինք հենց ուսանողներին փոխանցել, ինչու համար, որովհետև բուհից հետո ավարտողները եւս պետքա որոշ ժամանակ անցնի, որպեսզի այս կամ այնտեղ ուրեմն աշխատանքի այդ մյուս դժվարությունն է կարողանան հմտություններ ձեռք բերեն իրենց գիտելիքները կիրառելու համար։ Սա մեկ։ Երկրորդը, որ ցավոք սրտի մենք էլ ունենք նման պրոբլեմ կազմակերպությունը, երբ որ պետք է իր իրավաբանական խորհրդատվության իրականացման համար, որը տարեստարի ծավալվում է, պատրաստի կադրեր ունեն։ Այսինքն ըստ էության իրավաբանական կլինիկ, նաև մեր բազան ենք ստեղծում։ Եվ կլինիկայի նպատակն է հենց որպես իրավապաշտպան կազմակերպություն օրենսդրության վերաբերյալ անհրաժեշտ այն գիտելիքները ոչ թե զուտ տեսական, այլ պրակտիկ տեսակետից, գործնական տեսակետից հաղորդել, որոնք առավել շատն են կիրառվում, եւ դա քրեական դատավարության եւ քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության ուրեմն բնագավառներում, նաեւ որոշակի գիտելիքներ տրամադրեն, որով ասեմ բավական թերի է ուսանող կրթական ծրագրին, դա ուրեմն միջազգային մեխանիզմներին, այսինքն դա Ստրասբուրգի մարդու իրավունքների, դա կոնվենցիաների, որ դատական նախադեպերին այո որոշակի դրա համար ուսանողներն էլ հանդիսանում են նաև հենց կազմակերպության իրավաբանները, Արայիկ Զալյան, նաև Պոպուլեքս կազմակերպության փաստաբանական գրասենյակի հետ ենք իրականացնում, Կարինա Թումանյան, այսինքն ինքը սա եւ տեսական, բայց նաեւ տեսականը միացած գործնական ուրեմն փորձի հետ սա շատ հետաքրքիր մոդել է եւ ուսանողները պետք է ասեն, որ բավական ես առիթ ունեցել եմ առնվազն գոնե մեկ անգամ իրենց հետ հանդիպելու, բավական հետաքրքրված են, որտեղ ըստ սա անկախ նայած թե վաղը չի միսը որտեղ կաշխատեն, կունենան անհրաժեշտ ուրեմն կարողությունների բազա, հա, որպեսզի կիրառեն։ Նաեւ ասեն, որ նախատեսվում է, որ բացի այս գիտելիքների փոխանցումից նաև գործնական աշխատանք կազմակերպությունում եւ փաստաբանական գրասենյակում, այսինքն տեսություն կամ դասընթացների ընթացքում ստացված գիտելիքների կիրառման նաև մասն է ուրեմն ընդգրկում այս կլինիկայի ծրագրի շրջանակում, այսինքն ըստ էության կլինիկան դա իրավաբանական գիտելիքների ուրեմն պրակտիկ ախտորոշման միջոցով կամ արդյունքում ստացված գիտելիքների փոխանցումն է երիտասարդ իրավաբաններին, ապագա չգիտեմ, փաստաբան կաշխատեն, ոստիկանությունում կաշխատեն տարբեր բնագավառներում, եւ մեր ծրագրի շրջանակներում նաեւ մենք ունենք ռազմավարական դատավարությունների կոմպոնենտը, եւ այդ առումով շատ մենք մի քիչ կլինիկայի զրուցենք հետո։ Շատ լավ, ուղղակի ես ասեմ, որ դա այսինքն
Անի քանի որ դուք եք ծրագրի համակարգում, շատ հետաքրքիր թե ինչպես եք ընտրում այն իրավաբաններին, քանի որ ինչքան հասկացա, Վանաձորում մի քանի բուհում է իրավաբանություն դասավանդվում, արդյոք միայն շրջանավարտներն են, թե այլ շրջանակներից նույնպես ընդգրկվում են եւ ինչպես եք ընտրում այն իրավաբաններին, ովքեր որ կլինիկայի ստեյության նաեւ ուսանողներն են առայժմ, ինչքան հասկանում եմ։ Ծրագրի սկզբում նախ ասեմ, որ հայտարարություններ են տարածվել է հայտարարություն, ծրագրի խնդիրներն են ներկայացվել, թե ինչ ենք իրականացնելու ծրագրի շրջանակներում, բնականաբար նշվել է, որ մասնակցության համար պետք է ընտրվեն իրավաբաններ, հայտարարությունը տարածվել է եւ էլեկտրոնային տարբերակով կազմակերպության կայքեջում ենք տեղադրել, ինչպես նաեւ փակցրել ենք հայտարարության տեքստը, փակցրել ենք իրենք հայտարարությունների հիման վրա ներկայացել հայտարարությունների հիման վրա բուհերում ենք փակցրել հայտարարություններ, իրանք դրա հիման վրա ավարկել են իրենց ինքնակենսագրականները, մենք անհատական հանդիպումներ ենք ունեցել բոլորի հետ եւ ի սկզբանե նախատեսված էր ծրագրով ընտրել 15 իրավաբան, բայց մեզ դիմել էին 17-ը, որոնց մենք բոլորին էլ վերցրեցինք, քանի որ բոլորն շատ էին ուզում մասնակցել, ցանկությունը մեծ էր մասնակցելու եւ գիտելիքների առումով բոլորի մոտ նույն մակարդակում էր գտնվում։ Դժվար էր ստեյցան 2 դժվար էր ընտրել այդքանի մեջից 2 հոգուն կրճատել եւ բոլորին ընտրել ենք այդ ճանապարհով ընտրվել ենք։ Իսկ իրենք այդ տեսական գիտելիքներից բացի, որ շարունակեն ստեյցիան կլինիկայի այդ ծրագրին շրջանակում ստանալ, իրենք պրակտիկ գործունեություն ինչպես են ամրապնդելու։ Պրակտիկ գործունեությունը այսպես է լինելու, խմբերով պետք է աշխատեն փաստաբան իրավաբանի հետ, որի ընթացքում մասնակցել են սկզբնական փուլում կմասնակցեն խորհրդատվությունների տրամադրման փաստաթղթերի կազմման մեջ, հետո արդեն ինքնուրույն կսկսեն խորհրդատվություններ տրամադրել ժամանակահատվածում։ Ունենալու են, բնականաբար քաղաքացիների տարածություն կունենան իրենք, աշխատելու են հենց քաղաքացիների հետ, այսինքն խնդիրներ ունեցող քաղաքացիներ, ովքեր դիմում են կազմակերպություն, իրենց կլսեն բնականաբար օգնությամբ, բայց կլսեն, խնդիրը կհասկանան ու դրա հիման վրա կազմվող փաստաթղթերում արդեն մասնակցություն կունենան, դա կլինի դիմում, հայցադիմում, թե սովորական գրություն կամ տեղեկատվության հարցում, իրենք արդեն դրա մասնակցություն կունենան, իրավաբանի օգնությամբ կկարողանան ընդգրկվել աշխատանքներում։ Բանտակնից հետաքրքիր մի քանի դատական գործեր եմ հիշում ձեր նախորդ տարիներին ձեր կազմակերպության աջակցությամբ իրականացվող իհարկե փորձառու պատասխանների տունի, որոնք շատ հետաքրքիր պատմություններ էին եւ շատ դրական ավարտներ ունեցան։ Ըստ էության, որն է շարունակում են հիմա նման դատավարություններին դուք ինչ-որ կերպ աջակցում եք նման գործերով եւ ըստ էության ինչպես են ընտրվում այդ գործերը, ինչ սկզբունքներ եք դուք դրա մեջ դնում։ Իրապես մեր իրականության մեջ քաղաքացիները այն հարցերով, որ դիմում են կազմակերպություն իրենց ենթադրյալ իրավունքների խախտման հարցերով, առաջին հայացքից շատ դժվար է ընտրել այն գործերը, որոնք իրապես կարող են հանդիսանալ նախադեպային, որովհետև ըստ էության ես կարող եմ ցավոք պնդել, որ չկա այդպիսի մի իրավունքի խախտում, որը չհամարվի նախադեպային, որովհետև Հայաստանի Հանրապետություն, երբ որտեղ չկա արդարադատություն, որտեղ իշխանությունների պատասխանատվությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ իրականացման առումով ըստ էության 0 մակարդակի վրա է գտնվում, ամեն մի գործն էլ կարելի է համարել նախադեպային, բայց մենք իհարկե վերցնում ենք այնպիսի գործեր, որոնց հիման վրա ենթադրվելիք որոշումները դատական ատյանների իրենք համակարգային նշանակություն կունենան, այսինքն որոնց միջոցով մենք ըստ էության բացահայտում ենք եւ օրենսդրության որոշակի թերությունները եւ այդ նպատակով փորձելով դատական պրակտիկայի միջոցով հասնել սահմանադրական դատարանի որոշմանը կամ երրորդական դատարանի որոշմանը եւ մյուս կողմից էլ նաեւ պրակտիկայի, այսինքն օրենսդրության կիրառման հետ կապված իշխանության մարմինների կամ համապատասխան մարմնի, որի հետ քաղաքացին գործ ունի, նրա գործելակերպի ուրեմն փոփոխությանը։ Ինչպես են որոշում։ Իհարկե առաջնային կարևորը կյանքի իրավունքի խախտման ուրեմն դեպքերը։ Դա կարող են լինել թե զինվորական ծառայողներ, թե կարող է լինել առողջապահության ծառայության հետ կապված հարցերը,
քրեակատավական հիմնարկներում ուրեմն կապված ուրեմն մահացության դեպքերը, որովհետև շատ դժվար էր այնտեղ ընտրել եւ մենք փառքասու ունեցանք գոնե մեկ դեպք, որով ճիշտ է ազգային մակարդակում արդյունքների չասանք, բայց ուրեմն գործը եվրոպական Ստրասբուրգի դատարան ներկայացրեց։ Հաջորդը դա ոստիկանության բաժիններում, այսինքն խոշտանգման դեպքի, վատ վերաբերմունքի դեպքերն են, որը դա կապ չունի, կարող է նույնիսկ քրեական գործ լինի, որտեղ անձը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, մենք ոչ թե զբաղվենք նրա որպես մեղադրյալի կարգավիճակով, այլ նախաքննության ընթացքում գործադրված ուրեմն ապօրինի գործողությունների հետ կապված հարցը մենք ընդհանրապես Ինչքան հասկանում իրավապահ մարմիններն են ավելի ուշադրության կենտրոնում, այո, բնականաբար իրավապահ մարմինների գործունեությունը, այսինքն ըստ էության ոստիկանություն, քննչական բաժիններ, զինված ուժեր, հոգեբուժական հաստատություններ, հիմա ունենք դեպքը անձին հոգեբուժական հաստատությունում դատարանի որոշմամբ, ուրեմն հարկադիր բուժման ենթարկելու այդ գործը, որտեղ մենք բողոքարկում ենք փակ հիմնարկների հետ կապված։ Եվ դրանցից ընտրում ենք ոչ միայն կլինիկայի ծրագրի շրջանակներ, որտեղ ունենք մի շարք ծրագրային ուրեմն գործողություններ, որտեղ մենք անպայման ռազմավարական դատավարության ուրեմն այդ կոմպոնենտը, այդ խնդիրը ներգրավում ենք, կապ չունի թե որ իրավունքի կամ որ բնագավառներին է վերաբերում։ Կլինիկային դեպքում մենք հիմնական խնդիրը դա վատ վերաբերմունքի դեպքերն են, իրավապահ մարմինների հետ կապված, ընդ որում անպայման չի, որ խնդիրը հենց նյութական իրավունքի հետ կապված են։ Կարող է լինի ընդհանցակարգային օրենսդրական նորմեր, հա, որոնց թերի լինելը կամ որոնց ոչ հստակությունը ունենա ազդեցություն եւ կարող է հանգեցնի ուրեմն վատ վերաբերմունքի դեպքերի գործերով պատշաճ քննության իրականացմանը, հա, այսինքն մենք գործի միջոցով ենք, որտեղ ինքնին օրենսդրության թերությունների վերացում դու չես կարող հասնել, եթե կոնկրետ չկա գործ, որը կարող է առնչվել այդ օրենսդրության նորմի ուրեմն կիրառմանը։ Իդեպ ասեմ, որ ռազմավարական հենց դատավարությունների շնորհիվ ունենում ենք որոշակի նաև այսպես ասած ախտորոշում հենց դատարանների, այսինքն ինքը մի քանի նշանակություն ունի, նաև հենց դատական պրակտիկան է Հայաստանում եւ դատարանների վերաբերմունքն է նաև բացահայտվում նման ուրեմն ռազմավարական դատավարությունների իրականացման միջոցով եւ նաև հնարավորություն ենք ունենում հասկանալու ձևակերպումը այն խնդրի, որ օրենսդրության մեջ գոյություն ունի եւ դրա հիման վրա նաև առաջարկություններ ներկայացնելու ուրեմն ասենք թե որոշում ընդունող մարմիններին, դա կարող է լինել արտադրության նախարարությունը, կարող է լինել ազգային ժողովի համապատասխան մարմինը։ Սա այս ինչ որ ես ներկայացնում եմ, դա այդքան հալած յուղի նման, հա, ասենց հեշտ ու հանգիստ չի լինում։ Դա իհարկե երկարաժամկետ աշխատանք է պահանջում, հետևողական աշխատանք, որպեսզի Ինքս հիշում եմ որոշ դատական գործեր 3 եւ ավելի տարիներ հասկանալի էր, կամ այդ իրավաբանները երիտասարդ, որոնք ուզում են դեռ սովորում են եւ պատրաստում են, այսպես ասած, այդ ոլորտում պայքարի, իրենք ի վիճակի են հիմա նման բարդության գործեր ուսումնասիրելու, տեսակետներ ունենալու կամ չգիտեմ, ինչքանով է կարողանում օգտակար լինել։ Դե այդ նման գործերը իրենց շրջանակի մեջ։ Բնականաբար այս պահին գնահատականներ տալ չեմ կարող են թե չէ, բայց ամեն դեպքում սկսել ենք սկզբից ամենը։ Հիմա մենք, այսպես ասած, ուսումնական փուլում ենք դեռևս դեռ չգիտեմ ինչպես կդրսևորվի մյուս փուլերը, հա, երբ որ իրենք կսկսեն աշխատել, ամեն դեպքում սկսել ենք սովորեցնել ու հասնելու ենք նրան, որ իրենք է պատկերացնեն ինչա ռազմավարական դատավարությունները ենթադրեն կամ ինչա մարդու իրավունքներ ընդհանրապես, ինչպես են, ինչով ենք առաջնորդվում դրանք պաշտպանելիս եւ ընդհանրապես ինչ ենք անելու ընդհանցակարգը սովորեցնելու ենք իրենց աշխատել ու գիտակցել թե ինչպես կարող են իրենք այդ ոլորտում առաջ գնալ կամ պատկերացնել։ Ես իդեպ ասում կներեք սկզբից չենք ասելու հենց միանգամից ռազմավարական դատավարություններ իրականացրել, սկսելու ենք ամենաթեթևներից, հետո արդեն հետագա համագործակցության համար ընտրված իրավաբաններ ավելի խորապես կուսումնասիրեն ոլորտը եւ
Գուցե իրանք էլ ունենան ռազմավարական նշանակության գործեր, որ հաջողություն Կնիրենք ավելի շատ խորանում են, որ ուսուցման առումով քրեական դատավարությունների մեջ այո։ Քրեական դատավարություններ, վարչական դատավարություն, որովհետև պետություն քաղաքացի արվեստում վարչականվել ունենք եւ միջազգային նորմեր, նախադեպային իրավունք դատանի որոշումներ Ես իդեպ ներողություն ասեմ, որ հենց Անի Չատինյան առանց ծրագրի իհարկե դա այն օրինակն է, երբ որ ինքը դեռ Մեխիթարգոշ համալսարանում սովորելու ժամանակ, կարծեմ երրորդ կուրսից երկրորդ կուրսից ընդգրկվեց եւ ըստ էության ընդգրկվելու ընթացքում ունեն մի շարք, ասենք թե իրավաբան, հա, սովորողներ, որոնցից ասենք թե մնացին նրանք, որոնք ասեցին դրսևորեցին այդ ցանկությունը, հա, եւ գիտելիքները, այսինքն 17-ից մենք իհարկե չենք հավակնում, որ բոլորը պետք է sense ուրեմն գլխապատառ նետվեն իրավապաշտպանության մեջ, բայց շատ կարևոր է այստեղ մի հանգաման, որ կուզենայի շեշտել։ Ասեցին կրթական համակարգը իրավաբանական կրթության ուրեմն չի նպաստում, որպեսզի իրավունք սովորեն երեխաները, ասենք թե ուսանողները, այսինքն ինքը ավելի շատ սովորեցնում է օրենսդրությունը կարդալ, հա, օրենսդրությունը նույնիսկ ինչ որտեղ անգիր անել։ Այս կլինիկայի միջոցով իրավաբանական կրթություն ստացողը օրենսդրության կիրառումը եւ օրենսդրական նորմերը դիտարկում է մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, հա, այսինքն սրանք իրավապաշտպան իրավաբանների մասին է խոսքը, որը շատ ավելի մի քիչ ուրեմն դժվար եւ դա իհարկե մենք եթե հնարավորություն ունենանք վաղը չմյուս օրը կրթական համակարգում որից է առաջարկություններ ներկայացնելու անպայման այդ հարցը մենք կդնենք առաջին տեղում, ինչի համար, որովհետեւ գործիքը, որը կոչվում է իրավունք, հա, իրավունքի մասին է խոսքը եւ օրենքի իրավունքի այդ ապահովման, իրականացման, խախտման կանխարգելման այդ իրավական նորմերը, որ կոչվում են օրենսդրություն, դրանք ինքնանպատակ չպետք է սովորեցնեն, այսինքն ինչի համար պետք է սովորեցնեն, հա, այս ինչի համարը ըստ էության մենք գալիս ենք մեր կլինիկայի միջոցով ցույց տալու, որ հենց ինչի համար դա մարդու արժանապատվության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար պետք է լինի։ Կապ չունի թե դա վաղը չիմս որ աշխատել ես ոստիկան, թե քրեակատողական հիմնարկում, կամ դատարանում, կամ դատախազությունում, կամ քննչական մարմնում, թե փաստաբան եւ այլն, դու պետք է սովորես հենց իրավունքի ապահովման եւ իրավունքի տեսակետից նայես օրենսդրությունը։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Մենք ուրեմն այս կլինիկայի թեմայի շուրջ զրուցում էինք Գյումրիում, գոյություն այդ կլինիկայի ղեկավարի հետ եւ նա ասաց, որ իրենց հիմնական կոնկրետը սոցիալապես անպաշտպան խավն է։ Տվյալ դեպքում ձեր պարագայում ովքեր են նրանք։ Շահերը դուք ներկայացնում։ Ընդհանրապես մեր կազմակերպության օրինակ խիստ սկզբունքորեն որ դա սոցիալապես անապահով պետք է թե իրավունքի խնդիրն է։ Իրավունքի խնդիրն է կարևոր, ուղղակի երևի թե նկատի են ունեցել հետեւյալը, որը մեր մոտ է կա։ Իրավական մեխանիզմների օգնությանը դիմում են որպես վերջին միջոցի։ Երբ որ մնացած կոռուպցիոն մեխանիզմները ըստ էության կամ հասու չի սկզբանե, կամ փորձել են չի ստացվել եւ որպես վերջին միջոցի նույնից են կրկին ոչ թե որպես առաջին միջոցի որպես վերջին միջոցի դիմում են արդեն իրավական մեխանիզմների օգնությանը դա համար դիմում են մեզ բայց դա ամենևին այդպես չի որ միայն որովհետեւ կարող են լինել բավական ապահով այսպես կոչված մարդիկ եւ նույնպես կարիք ունենան իրավական խորհրդատվության որպեսզի կողմնորոշվեն որովհետեւ իրավական գրագիտության խնդիրը առաջնային է եթե նույնիսկ այսպես կոչված առաջարկում է կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմ, մարդիկ առնվազն ուզում են իմանալ, թե այդ կոռուպցիայի գինը ինչքան է, որովհետև շատ դեպքերում իրենց համար կարևոր է ախտորոշումը, թե ինչքանով պետք է համապատասխան որոշում ընդունող մարմինը խախտի օրենքը եւ ինչքան է դրա գինը, որ իրանց չեն խախտում գնի մեջ։ Ես լավ գիտակցում եմ։ Եվ գիտեք ոնց է, ես բարձ եմ ձեզ ասում, երբ որ գալիս են ես միանշանակ մենք բացատրում ունենք, որ այս է ճանապարհը, հա, ալգորիթմը գնալու, բայց սա ունի որոշակի ռիսկեր, այսևի ռիսկեր։ Պատրաստ եք գնալու թե ոչ։ Եթե պատրաստ են, ուրեմն գնում ենք։ Եթե պատրաստ չեն, բա որն է ելքը, բնականաբար հարցը, ելքը այն է ինչ որ կոչվում է կոռուպցիոն, իսկ որի հետ մենք բնականաբար ոչ թե կապ չունենք, այլ հանկարծ չիմանանք էլ։ Առավել, հա, չէ, հանկարծ չիմանանք էլ, առավելին նույնիսկ եթե դուք փորձելու եք հանկարծ եթե նույնիսկ գիտեք կենսական նշանակության խնդիր է։ Ուրեմն այդ համապատասխան որոշում ընդունող մարմինն էլ չպետք է իմանա, որ դուք մեր հետ հանդիպել եք։
որտեղ ձեր հետ ընդհանրապես վստահությունը կոռուպցիայի դրսևորման զրոյական կդառնա եւ հետեւաբար դուք խնդիրը լուծելու այդ ոչ իրավական մեխանիզմ չեք կարող օգտագործել եւ իհարկե տեսակից նաեւ սոցիալապես ապահով խավի ներկայացուցիչներն են դիմում այսինքն իրավական անպաշտպանվածության մակարդակը եւ ծավալները ընդգրկում են արդեն նաեւ սոցիալական այսպես կոչված թվացial ապահոված ուրեմն խավի ներկայացում բայց առավել խոցելին հենց սոցիալապես անապահովներն են նկատի ունեմ ֆինանսական տեսակից անվճարունակները ինչ համար որտեղ փաստաբանական ծառայություն է իսկ տվյալ դեպքում հատկապես քրեական գործերով հանրային պաշտպանի ինստիտուտը կա իրենք կարող են ավելի գերադասել Անին երևի ավելի շատ կասի թե ինչ հատեղ են այդտեղ հանրային պաշտպանի ինստիտուտը բնականաբար գործում է ուղղակի կան հարցեր խնդիրներ որ մարդիկ ուղղակի ուզում են տեղեկություն ստանան ինչպես այս խնդրին լուծում տան իսկ հանրային պաշտպանի գրասենյակը միայն քրեական գործերով խորհրդատվություն տալիս ներգրավում ավելի շատ իրենք ներգրավում են որոշման իրենք ուղղակի խորհրդատվություն չեն կարող խորհրդատվություն հնարավոր է ինչ-որ թեթև հարցերի վերաբերյալ տան խորհրդատվություն բայց իրենք ներգրավում են զբաղվում են գործով որոշմամբ իրենք հատուկ սոցիալապես անապահով չաշխատող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում իսկ Մեծ թիմով քաղաքացիները գիտեն, որ ցանկացած իրավունքի վերաբերյալ անվճարաբանական խորհրդատվություն ենք տրամադրելու, իսկ այն հարցերում, որ արդեն վերաբերվում է պետություն քաղաքացի եւ խախտվել են քաղաքացիների իրավունքները, անմիջականորեն զբաղվելու ենք եւ Խոսքը տեսեք ոնց է քաղաքացիական ու վարչականով հանրային պաշտպանության ծառայություն չի մատուցում։ Ըստ էության։ Քաղաքացիականով որոշ 2013 թվականին հա բայց տեսեք ոնց է սոցիալական խմբերի համար է անվճարունակ բայց քաղաքացին որը իր ենթադրյալ իրավունքի խախտման հարցով դիմում է կարող է ինքը նույնիսկ տեղեկություններ ամբողջությամբ այդ խախտման վերաբերյալ չունենա մեր խնդիրն է դառնում հենց իրավաբաններին նաև սովորեցնում թե ինչպիսի այլ գործիքներ կան իրավաբանական հիմնավորմամբ որը պետք է կիրառվի անձի խախտված իրավունքի վերաբերյալ համակողմանի տվյալներ հավաքելու նպատակով, որը կարող է ասենք թե հանրային պաշտպանի ինստիտուտի կողմից զուտ իրանց ֆինանսական ուրեմն ծավալներով պայմանավորված նույն ջանադրությամբ չիրականացվի, այսպես ասենք, հա, այսինքն այստեղ ջանքի միջոցների գործադրման, գործիքների գործադրման ուրեմն ջանքի մասին է խոսքը Եվ որ չկա համապատասխան ջանք, իսկ մեր խնդիրն ինչն է, մենք էլ ենք ուզում խուսափենք այդ ծուղակներից, որը կոչվում է փաստաբանական, որովհետև մեր խնդիրը ոչ թե փաստաբանական գործառույթներն է իրականացնել, այլ ուզի կոնկրետ խնդիրների իման վրա հավաքագրել որոշակի տեղեկատվություն գործող կառույցների գործելակերպի վրա, եւ ազդել բան է նրանց պահվածքի վրա, գործելակերպի վրա, որովհետև իրապես դա հնարավոր չի։ Դրա համար շատ դեպքերում տարեկան մեր մոտ իհարկե բանավոր խորհրդատվությունների ծավալը մեծ է եւ շատ քիչ է գրավոր ընթացակարգերով, հա, որովհետեւ մենք ֆիզիկապես հնարավոր չի լինում։ Հետո գիտեք, մոտիվացնել պաշտպանին զբաղվելու իրավունքի պաշտպանությամբ դա շատ դժվար է։ Այսինքն փաստաբանները շատ լավ գիտեն թե ինչպիսի իրավական համակարգի հետ գործ ունեն եւ բնականաբար քրեական գործերը հիմա պոպուլյար չի, ասենց ասենք, որովհետեւ արդյունքի չեն հասնում, վարչական գործերը նրանք չեն կարող վերցնել, իսկ վարչականն է, հիմա վարչական իրավախախտումները կամ վարչական դատավարությունը բավական լուրջ գործիք է հանդիսանում իշխանություն, հա, քաղաքացի հարցերում։ Եվ այստեղ պետությունը իր անվճար իրավաբանական օգնության այդ գործառույթը պարտավորությունը քաղաքացիների առջև չի իրականացնում։ Այսինքն մենք մեր իրավաբան ծրագրի մեջ ընդգրկված իրավաբաններին այս մտածողությունը իրավունքի խախտման չդիֆերենցիալու, հա, կապ չունի որն է։ Առաջնային երկրորդական չկա։ Կա իրավունքի խախտում պետք է զբաղվել։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր այդ իմաստությունը, որտեղ ըստ էության ստացվում է, որ կլինիկաներ ինչ որտեղ լրացնում են այն բացը, որը գուցե պետության կողմից վճարվող հանրային պաշտպանության ինստիտուտը ամբողջությամբ չի կարող ներառել, հատկապես երբ որ օրենսդրությամբ էլ սահմանափակում կա որոշակի խմբերի մատուցող ծառայության համար եւ հետաքրքիր նաեւ այն, որ ձեզ ըստ էության ոչ միայն
անվճարունակ կամ անպաշտպան սոցիալական անպաշտպան խավն, այլ կարող է նաև լիարժեք ֆինանսական ապահովվածություն ունեցող անձենք նաև դիմեն, որը զուտ իրավունքի խախտումով պայքարում։ Այո, այսօր դույմ էլի օրինակի համար բանը զորակոչի հետ կապված հարցով, որտեղ ուրիշ տարբերակ չկար։ Շատ շնորհակալություն ձեր մասնակցության համար եւ հաջողություն ձեզ այդ նախաձեռնության։ Տեսություն